ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցվող այն հայտարարություններին, որոնք մասնավորապես վերաբերում են այդ երկրում հայաստանյան բիզնեսի հնարավոր խոչընդոտմանը։ Հակոբյանի խոսքով այս պահին այդպիսի ազդակներ դեռևս չկան, չնայած որ նման երևույթները նորություն չեն, նշեց պաշտոնյան եւ ընդգծեց, որ պատմության ընթացքում պարբերաբար ռուսական կողմից հայկական ապրանքատեսակների վրա խիստ վերահսկողություն է սահմանվում, հիշեցնելով մասնարարպես նախորդ տարի կոնյակի արտահանման հետ կապված դժվարությունները, որոնց բախվել էին հայ տնտեսվարողները։ ՊԵԿ նախագահը հորդորեց հայ տնտեսվարողներին, որ նրանք առավել հետևողական լինեն չափանիշների պահպանման հարցում, որպեսզի անհրաժեշտության դեպքում պետությունը կարողանա կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Լինում են դրվագներ, որ այդ ապրանքաքանակները չեն համապատասխանում այդ պահանջներին, լինում են դրվագներ, որ օրինակ ռուսական գործընկերների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու օրինակ չի նշվում կամ պատշաճ չի նշվում այն տնտեսվարողը, որին մատակարարվում է տվյալ ապրանքը։ Այս երկու խումբ խնդիրներն են որպես այդպեսին սովորաբար օրակարգում։ Ռուսական կողմի խստացված ստուգումներն ու դրանով պայմանավորված արտահանման ծավալների հնարավոր նվազեցումը չեն կարող խոչընդոտել տնտեսական աճին, կարծում է Հակոբյանը։ Նա հակադարձեց նաև այն մեղադրանքներին, թե ՊԵԿ-ը առաջնորդվում է վարչապետի հորդորներով։ Հակոբյանի պնդմամբ թեև վարչապետը ի պաշտոնե տիրապետում է ոլորտում տիրող իրավիճակին, բայց երբևիցե չի թիրախավորել որևէ տնտեսվարողի։ Նրա հավաստմամբ կոմիտեն առաջնորդվում է միայն օրենքով։